Հայաստանում ընտրական այս փուլի ֆոնին տեղի են ունենում նաև քաղաքական վերադասավորումներ եւ հերթական անգամ թիրախավորվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր դերակատարների կողմից Էդմոն Մարուքյան, ով հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը, նաև տարբեր ԶԼՄ-ների կողմից եւ մենք տեսնում ենք, որ շատերը փոխանակ որ պայքարեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, հերթական անգամ իրենց սլաքները ուղղել են Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի ուղղությամբ, այսօր այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանի հետ, ողջույն պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հարցազրույցին համար։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։ Ես նշեցի, որ փոխանակ այդ այսպես ասած ընդդիմադիր դաշտում գտնվողները, ովքեր իրենց համարում են իրական ընդդիմադիր իբրև թե պայքարեն ռեժիմի դեմ, իհարկե, պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ։ Եվս մեկ անգամ իրան կապացեցին, որ իրանց թիրախում Սերժ Սարգսյանն, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը ու սրանց այս իշխանությունը։ Ես անդրադարձել եմ, պատասխանել եմ Էդմոն Մարուքյանին, ինքն էլ մի հատ լայվա մտել ինձ անդրադարձել, բա նույն մի հատվածում ինձ անդրադառնում, ասում եմ Սերժի Դավոն ինձ սպառնացել է, սենց բան ասում, ես էլ ինչ եմ ասում։ Այդ որ լսեցի, ինչ հիշեցի։ Պարոն Ֆիդյան, հայտնի անեկդոտ է, որ ասում է դու քո համար խելոք խաղում էիր, ես քեզ սպառնացի, հասկանում ես։ Դուք վիրավորում ես Սերժ Սարգսյանին, պատասխանը ստանալու ես, Էդմոն Մարուքյան։ Եղել է այսքան ժամանակ ես քեզ կպնեմ։ Բայց ես կպել եմ մենակ այն ժամանակ, երբ որ դու կպել ես Սերժ Սարգսյանին, որը որ անբարոյականություն է։ Պարոն Ֆիդանյան, ուրեմն Սերժ Սարգսյանին կպնողները, վիրավորողները, գիտեք ովքեր են, կամ անասունները, կամ քաղաքական կներեք ես բարձր համար պոռնիկները։ Որտեվ Սերժ Սարգսյանին վիրավորել այսօր, դա նշանակում է, որ ուղղակի իրանք արդեն ասեցի, կամ անասուններ, կամ քաղաքական պոռնիկներ։ Ինչի արդյունքում մենք հասանք այսօրվան։ Սերժ Սարգսյանի մերժելու արդյունքում, չէ։ Հիմա խելացի մարդը հասկա գոնե 20 թվականի պատերազմից հետո պիտի գիտա։ Գիտակցեր դա ու մի հատ ապաշխարել էս մարդու դեմ, բայց այս ուժերը շարունակում են էլի թիրախավորել Սերժ Սարգսյանին, այսինքն իրանք ցույց են տալի, որ իրանք համար ոչ հայրենիքն է առաջնահերթ, ոչ պետությունը, ոչ էլ Նիկոլին հեռացնելը, իրանք համար առաջնահերթը Սերժ Սարգսյանին թիրախավորելն է։ Այդ դա է իրանք համար առաջնահերթը։ Ես էլ ասում եմ, ով Սերժ Սարգսյանի կպա պատասխանը ջախջախից ստանալու է, ով ուզում ալնի։ Ասեք այնց հիմար բաներ են ասում։ Նայեք տեսեք։ Ինչ խնդիր են փորձում լուծել։ Իրանց թիրախում Սերժ Սարգսյան իշխանության անձնական ինչ-որ շահեր, ես ուրիշ բան չեմ հասկանում, որտեղ իրանց նպատակը Սերժ Սարգսյանի թիրախավորելն է։ Տեսեք, Սերժ Սարգսյանը չմասնակցեց Թաժես ընտրությունը, չէ, օգնեց բոլորին, օգնեց բոլոր ընդդիմադիրներին։ Հայաստան դաշինքը, որ հաղթարեց Շեմը, դրանում Սերժ Սարգսյանի դոլան շատ մեծ է, որտեղ ինքը բոլորին էր օգնում։ Ու այսքանից հետո իրան գնացին պարտվեցին, ընդդիմությունը պարտվեց, թեպետ էլի նորմալ է, էլի պարտություն էր սա, բայց ոչ ջախջախիչ, էլի, սրա մասն էլ է սա խոսամ։ Բայց ինչն եմ ուզում ասեմ, իրան գնացին պարտվեցին, հիմա էլ կպել են Սերժ Սարգսյանի սահմանադրությունը։ Արա Սերժ Սարգսյանի սահմանադրությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կարա ԲՀԿ-ից 4%-ը գողանա, տենց բան գրած է սահմանադրություն, որ նա անում է։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում է անում է, այդտեղ սահմանադրությունը ոչ մի կապ չունի, դե Նիկոլ Փաշինյանը իշխանությունն է, մեկ էլ տեսակն է։ Ինչ կապ ունի սահմանադրությունը։ Ուրիշ սահմանադրություններ կներեք, էլի պարոն Ֆիդանյան, քանի կար ասում են, այդ սահմանադրությունը արեց, դրա համար հեղափոխություն եղավ։ Այդ նույն ուժերը։ Ասում են, այդ սահմանադրությունը արեց, ընդունեց Սերժ Սարգսյանը, դրա համար եղավ հեղափոխություն։ Հիմա էլ ասում են, այդ սահմանադրությունը թույլ չի տալիս, որ մենք հեղափոխություն անենք կամ իշխանապողություն անենք։ Մի հատ կողմնորոշվեք, հիմա այդ սահմանադրությունն է հեղափոխության պատճառը հանդիսանում, թե այդ սահմանադրությունն է, որ կա, ոչ հեղափոխություն կարանի, ոչ էլ իշխանապողություն։ Հասկանում եք, ինչ կապ ունի սահմանադրությունը ստեղ։ Այսինքն պարոն Ֆիդանյան, եթե սահմանադրությունը իրանց ուզած այդ ընդդիմության Էդմոն Մարուքյանի ու իր հետևում կանգնած ուժերի, որ այսօր ընկել է իրանց ջրերը թիրախավորում է Սերժ Սարգսյանին, եթե սահմանադրությունն էր իրանց ուզածը, Թուրքիան պետք է Արցախել չուզեր, Ադրբեջանը պետք է հրաժարվեր Արցախից, կամ Արևմուտքը պետք է հրաժարվեր հակառուսական քայլերից։ Այդ հեղափոխության պատճառը հենց դա էր, որ Արևմուտքը հակառուսական դիրքորոշում ուներ, հակառուսական պայքար էր տանում,
Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրանց հարցերն են այդ ընթացքում ուզում լուծեին, այսինքն ուզում էին գրավեին Արցախը իրանց պատկերացումներով հետ վերցնեին Արցախը։ Այս սա էր պատճառը հեղափոխության 18 թվի։ Բոլորդ ու պրիտոմ բոլորդ միացակ այդ ուժերին իրականացրեցիք հեղափոխություն։ Ու այս ամեն ինչը եկավ մեր գլխին։ Հիմա Սերժ Սարգսյանն է մեղավոր։ Հիմա էլ ասում են այդ սահմանադրությունը որ կա, այն ժամանակ ասում են սահմանադրությունն է գլխավոր պատճառ որ տեղ ունեցավ հեղափոխություն, հիմա էլ ասում են այդ սահմանադրությունը որ կա չեն կարող իշխանապողություն անեն։ Ասկե թղթի կտորն է, փաստորեն այսօր սահմանադրությունը թղթի կտոր է։ Այ այսօր էլ Երևանց, պարոն Ֆիդանյան, որ այդ 4%-ը որ գողացավ, չգողացավ, այն նագլի խլեց։ Գողանալը թակ ունեն անում։ Ինքը նագլի խլեց 4%-ը բայակայից։ Ժողովրդի ձայնը նագլի խլեց Նիկոլ Փաշինյանը։ Էդի հակասահմանադրական քայլ չէ։ Այսինքն որ սահմանադրությունը գործեր Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր կարող մնալ ու այսքան կեղտոտ բաներ չէր կարող անել։ Տեղի ունեցան Հիմա ես էդ եմ ասում, հենց կոնկրետ Էդմոն Մարուքյանն եմ ասում։ Դու Էդմոն Մարուքյան, դու չմտածես, ես իրան նույնիսկ այն բան եղած ժամանակ, պարոն Ֆիդանյան, որ դեսպաններ, չէ, ես այդ վաղ իրան չեմ կպել, չեմ վիրավորել։ Դաժե ոչ մի նիկոլական ես չեմ վիրավորում։ Եթե մարդիկ իրանց գործն են անում, ԿՊԱ-ականներ, բայց հենց նա սկսում են ավել պակաս հաչալ, իմ կողմից արձագանքը կլինի շատ ուժեղ։ Ես ջախջախի չակարված կտամ։ Հասկանու՞մ եք։ Կամ Էդմոն Մարուքյան, անդրադարձելիս ասում ես Սերժի Դավոն ինձ սպառնում է։ Դու մոռացա, դու հանգիստ խաղեր անում են անեկդոտի ասած, ես էլ քեզ սպառնացի։ Այո, որ Սերժ Սարգսյանին կվիրավորի 1000 անգամ ավել, կվիրավորեմ էլ կսպառնամ էլ։ Դու էիր Շարմազանովին ասում գալու եմ քեզ պատժեմ։ Ես ասում եմ բախտը փորձի մի հատ։ Դա սպառնալ է, ո՞նա։ Այո, հենց կսպառնամ։ Այո, հենց կսպառնամ։ Բայց եթե այդ ձևի պահես քեզ կսպառնամ։ Դու ինչ գործ ունես Սերժ Սարգսյանի հետ։ Խես էդում գալի կպնում Սերժ Սարգսյանի։ Գնացել եք պարտվել եք դուք Սերժ Սարգսյան դեմ եղավ։ Կամ ասում եմ մենք մեր օրակարգը կառուցում ենք երրորդ, որ Նիկոլը հետո երրորդ սրոք որ Նիկոլ դու խես էտում երրորդ սրոք, ասում ինք հելմա ասում էդի երրորդ սրոք չէր, բաներ։ Արտահերթ է, իրականում արտահերթ չէ։ Կամ այսինքն դու քո օրակարգը ինչ ձևի կառուցես, մենք պտինգնենք ուրեմն քո խելքին, մենք էլ մեր օրակարգը ունենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնի։ Մի ամբողջ սերունդ կոտորել է էդի հետ, պետք է մենք ասենք երրորդ սրոկայթում այդ դրա համար Նիկոլ Փաշինյանը հրաժարական։ Այսինքն ինքը թույլատնում է նաև պահանջը Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Հասկանու՞մ եք, պարոն Ֆիդանյան, ավելի լուրջ պահանջներ կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավարելն է, օրինակ համար Արցախը պահել, անկախ պահել, Արցախի հարցը լուծել, Արցախը անկախանալ, Տոլեմյատին Նախիջևան ազատագրել, հետո 100 անգամ էլ լինել ղեկավար։ Ես դեմ չեմ։ Դու 100 անգամ էլ ընտրվել ղեկավար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացնելու պահանջը պետք է լինի առաջի հերթին դի ներկայացվի այն բանը, որ դու Արցախ ես անալը հայրենիք ես հանձնի։ Ուրեմն եթե թողենք ասենք երրորդ սրոք խես է դու։ Նա մի օր պետք է ոչ թե երրորդ սրոք չէ, երկրորդ սրոք չէ, նա մի օր պիտի իշխանության չմնար, քանի որ Արցախ էր հանձնի։ Այս սրա վրա դու պիտի կառուցես Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջը, ոչ թե պիտի ասես երրորդ սրոք ես էդու։ Նախ էսի իրականում երրորդ կարող էսի երրորդ սրոկա։ Իրական կարող է բան չէ։ Պարոն Ֆիդանյան, արտահերթ ընտրություն չի եղել, սխալ է, ասես Սերժ Սարգսյանը։ Կամ Սերժ Սարգսյանը շատ լավ ասեց, մենակ ապուշը կարա մտածի, որ ես կպաշտպանեմ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես մի հատ հարց եմ ուզում տամ Էդմոն Մարուքյանին։ Իրականում ուղղակի մի հատ հարց տամ, եթե Էդմոն Մարուքյան գան, մեկը գա քո, ինքը ասում է ես չեմ վիրավորել, բայց դուք ինձ վիրավորում եք։ Իրա լայվ եմ տենց, ես չեմ վիրավորել, ասում եմ։ Հիմա ես քեզ մի հատ հարց եմ տալի, որ գան հերը քեզնից, Աստված պահապան քո ընտանիքը, քո երեխեքին։ Գան մտնեն երեխեքիդ, ընտանիքից սպանեն, մորթեն, տնից քշեն, ընկերներից սպանեն, գերեզմաններ ինչ գերեզմաններն էս պղծեն։ Այդ ամեն ինչը անեն ու ինչ որ մեկը կանգնի ասի Էդմոնը պաշտպանում է այդ անողին։ Դա վիրավորանք չի։ Դա ամենաուժեղ վիրավորանքն է։ Հասկանու եք, ինչ մասպարփնեն։ Կան մտնեն քեզ մորթե ընտանիքդ սպանեն, ոչնչացնեն, տունը ձերծդ խլեն, ու ինչ որ մեկը կանգնի հետո ասի դու իրա փաստաբան ես, դու իրա պաշտպան ես։ Դա դրանից ուժեղ վիրավորանք կա խի։ Բայց դա վիրավորանք չի, որ Սերժ Սարգսյանի կանգնես ասես պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Դու Սերժ Սարգսյանը երբ որ Նիկոլ Փաշինյանի դեմ էր պայքարում իր հանրապետական կուսակցությունով, դուք սաղդ Նիկոլ եք բերում, արա, մոռացել ես։ Ու հիմա դու Նիկոլի դեսպանն ես եղել 21 թվականին, 20 թվականի պատերազմից հետո։ Մի մոմենտ դարավանդի մատի հետո գնաց դարավ Նիկոլի դեսպանը։ Ու հիմա Սերժ Սարգսյանն է պաշտպանում։ Այդքան որ հանրապետականն ինչ ասես ասում, ինչ ամենավերջի ձևերով քննադատում Նիկոլ Փաշինյանին, էդի հետ որ ասում մի հատ արտահերթ չէր, էդի եղավ պաշտպան է։ Այսինքն ստերից դուսա գալի մի բան։
պարոն Ֆիդանյան, որ սրանց թիրախում ուղղակի Սերժ Սարգսյանն է։ Ամեն ինչ անի Սերժի դեմ, ջայնամ թե պետությունը չի կորի։ Նիկոլ Փաշինյանը ցավոք այս փուլում վերարտադրվում է եւ եթե խոսենք տեղ ունեցած ընտրությունների մասին, ապա ձեզ ինչ էր տեղ ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ բուն քվեարկության օրը։ Նախընտրական սաղ քարոզարշավի նախընտրական սաղ process-ը անցավ բռնաճնշումներով, ասենց բռնաճնշումներ երբեք չեղել Հայաստանի 3-րդ հանրապետության պատանիք, այս կարգի ոնց որ հիմա եղավ։ Բռնաճնշումներով անցավ, ընտրություններով էլ կեղծեցին ու 4% բացի կեղծելը 4% էլ ԲՀԿ-ի ձայները խլեցին, ոչ թե գողացան, այլ խլեցին։ Գողանալ էլ թակ ունեն տանում։ Իրանք բաց ափաշկերը նագլի ձևի խլեցին։ Այսքան հենց ոնց որ ես միշտ ասում եմ, զապիսները որ հետտակ նայեք իմ հարցազրույցում, ես միշտ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ պրիմիտիվ նագլի ձևի կեղծելու ընտրություն, նագլի ձևի։ Պիտի թվելը նա էս ասես, ես ինքը պիտի կանգնից չէ էսա։ Այսինքն նագլի ձևի ինքը կեղծեց ընտրությունը, խլեց ուղակի, խլեց բաց ափաշկերը օրը ցերեկով խլեց Բարգավաճ Հայաստանի ձայները 4% խլեց։ Այսինքն ժողովրդի ձայնը ինքը խլեց։ Էլ չեմ ասում, որ ինքը այդքան չէր էլ հավաքել։ Էլ չեմ ասում, որ բռնաճնշումները։ Ուրեմն բան են անում, թե զապիսներ են գցում, թե փող են բաժանել։ Արա դու կարող ես ընդդիմությունը հիմարա, որ հիմա փող բաժանի։ Փող չբաժանողներն ես դու բռնում, բա որ բաժանեն ոնց կբռնես։ Կամ ինչի համար դրա կարիքը կա փող բաժանելու։ Փող բաժանելու կարիք դուք կունենայիք, որտեվ ժողովուրդը ձեզ չի ուզում, բայց փող չեկել, այդ կարիքն էլ չունեք, որովհետև խի բաժանեք, այնա դուք ստիպելով այդ ձայները խլում եք ժողովրդից։ Ամենավերջի ճնշումները ժողովրդի վրա կիրառել են։ Հիմա որ այդքան մարդկանց լսում են, պարոն Ֆիդանյան, դե թողել մի հատ իրանց այդ տասովչիկների հեռախոսներն էլ լսել, տեսեք ինչա կատարվել։ Ամբողջ երկրով մեկ ճնշումներ, բռնաճնշումներ մարդկանց վրա, մոտենում են մարդկանց հաթարհատ։ Մոտենում են մարդկանց ու ասում են կամ արի Նիկոլենցի կամ ընտրության մի արի։ Բա այդ զապիսխի մի հատ չեք անում։ Դե որ լսում եք ընդդիմությանը, դե մի հատ ձեզ էլ լսեք։ Հələ մի հատ ձեր տասովչիկներին լսեք, որ տեսակով դրանք տասովչիկ են, ժամանակին էլ եղել են հանրապետականի տասովչիկները, դրանից առաջ ՀՇ-ի տասովչիկ, այսինքն վաղը չեմ իսօր որ Ալիևն էլ գա իշխանության, դրանք նույն տասովչիկ տեսակներն են։ Այսօր Նիկոլի համար էին տասովկա անում, հասկանում եք։ Ու ասում են ոնց, մարդկանց ամենավերջի ձևի վախացնելով, այս կարգի պետական ապարատը կիրառել ոչ ոք չի արել։ Այս կարգի բռնաճնշումներ։ Իսկ այդ փող բաժանելը, ես չեմ բացառում, կարող է ինչ-որ մարդիկ եղել են, որ էդի եղելա չեն բացառում, բայց հələ էդի թող ապացուցեն։ Բայց էդի եթե եղած էլ, էդի եղած չի լինի կազմակերպված, ասենք, ընդդիմության ղեկավարների կողմից կազմակերպված։ Էլի էդի կարող է ինչ-որ մեկ ինչ-որ մի հիմարություն արել է, բան չունեմ ասելու, բայց էդ էլ կարող է սարքում են իրանք։ Այսինքն էդ էլ չես կարող հստակ ասես, որ արել են։ Բայց որ ընդդիմությունը ոչ Բարգավաճ Հայաստանը, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը Հայաստան դաշկա, որ տենց բան չէին անում, եթե պարզա, որտեվ հիմար չէ որ անեն։ Պարոն Ֆիդանյան, որ անես բռնվելու ես, չես անում, չեն անում մարդիկ գլխներին սարքում եք, որ էդի հիմք հանդիսանա ձեզ ճնշեք ընդդիմությանը, բա որ անեն ոնց կբռնեք։ Ուզում ասեմ, ես բացառում եմ փող բաժանելը։ Նախկինում եղել է։ Ինչե՞։ Տրամաբանությանը դեմ ապրեք, նախկինում եղել է, որտեղ նախկինում էդի թույլ են տվել, որտեղ նախկինում են մեր ժամանակները փող բաժանել եղել է, որտեղ մարդիկ հենց այդ դրվածքը մարդիկ են դրել, ու դա էլ ժողովրդավարության ձև է։ Մարդիկ է ժողովուրդն է, դրան վաղ մարդիկ ասում են, ախպեր ով ինձ փող տան լանեմ ընտրելու։ Կռիվ են անում, ասում են, ախպեր Բարգավաճ ավելի շատ է տալ, այդ միանից վեկալ եմ։ Օրինակ, էլի սենց էր այն ժամանակ, այսինքն մարդիկ էին այդ դրվածքը դրել փող բաժանելու, այն ժամանակ արվում էր, որտեղ իշխանությունները աշկ էին փակում դրա վրա ու ինչ որտեղ ճիշտ էլ անում, որովհետև մարդը ինքը իր ձայնը, իմ համար ձայնը անգին է, պարոն Ֆիդանյան, ու առասակ ես ընտրությունների վերաբերյալ ունեմ իմ կարծիքս, որ ամեն մարդ պետք է ընտրելու իրավունք չունենա։ Մարդը պետք է լինի ազատ այս կյանքում, մարդը բարձրագույն արժեք է, պետք է լինի ազատ։ Իր կյանքում ինչ ուզի պետք է անի, բայց պետական, ինչը վերաբերում է պետությանը, մարդու դերակատարությունը պետք է լինի սահմանափակ։ Այսինքն ամեն մարդ չի, որ պետք է որոշի պետության ճակատագիրը։ Ես սա սենց եմ ասում։ Բայց եթե դու թույլ ես տալիս, որ ամեն մարդ որոշի, ուրեմն այդ մարդը եթե իրավունք ունի որոշի պետության ճակատագիրը, ուրեմն նաև իրավունք ունի իր ձայնը վաճառելու։ Օրինակ նորից եմ ասում, իմ համար ձայնը անգին է։ Իմ համար վիրավորական է, եթե մեկ ասի ձայնը ծախի, դի ոնց որ ամենավերջի քվուրը տա։ Մարմնավաճառը իմ համար ավելի մեղմ է, քան ձայն ծախողը։ Իմ համար, իմ հոբարեն եմ ասում, էլի, պարոն Ֆիդանյան։ Բայց ընդհանուր, եթե դու թույլ ես տալիս մարդիկ բոլորը ընտրեն,
Դե որ ընտրում են ել ուզում է իր ձայնը ծախում է։ Ասկե դա իր իրավունքն է։ Ուզում ասեմ նախկինում որ դա եղել է ու այդ հենց այդ դրվածքը դրել է հենց ժողովուրդը, իշխանություններն էլ աշկ են փակել դրա վրա, ես դա համարում եմ նորմալ։ Իսկ հիմա տենց բան չկա, որ մի հիմարը կհելի փող կբաժանի։ Չկա տենց բան, էլի կարող է ինչ-որ հիմար լինի այն ներքևներում, ուզենա ինքնագլուխ ինչ-որ բան անի, տենց բան կարա լինի, չեն բացառում։ Բայց դա համակարգված չի։ Համակարգված չի, վերևից չի գալիս, այդ եմ ասում, պարոն Ֆիդանյան, անհնար բան է տենց բան լինի, էլի։ Ասում են բաներ, հələ մա իսկ այ իրանց ռեպրեսիաները, դա բացապաշտ է, դա բոլորն են տենում։ Այսօր չենք կարա ապացենք, բայց իշխանությունը որ փոխվի, դա կապացենք, որտեղ դա համակարգված, ոնց որ հիմա ես կանգնեմ ասեմ, այն վաղ փող չեն բաժանել հնում մեր վաղտով։ Խնդակ է, սաղ դե խնդակ է, ձեր մեջ է 10-ով։ Ես էլ իմ մեջ կխնդամ, որ հելնեմ, տենց բացեմ, ոնց չեն բաժանել։ Նույնն էլ է հիմա, ոնց որ այն ժամանակվա այդ փող բաժանելն է երևացել, սաղ տեսել են։ Այդ տենց էլ հմիկվա, պարոն Ֆիդանյան, սրանց ռեպրեսիաները, որ հատառ-հատ բոլորի տները մտել են, հատառ-հատ։ Մտնում են ասում կընտրեք Նիկոլ Փաշինյանին կամ ընտրության մի արի։ Ամենավերջը ում ոնց կարային ճշում էին, ում ոնց կարային, ում վրա ինչ թույլ կետ կար էդի ազդում, դրանով փորձում էին ազդեին։ Այս սենց է անցել սաղ նախընտրական փուլը։ Ընտրություններում էլ ես էլ եմ ասում, իմ կարծիքը վաղը չեմ իսօրը կապացուցվի դա, որ էլի այդքան չէր հավաքել Նիկոլ Փաշինյանը։ Մի 10%-ի չափ իրան կեղծել են, այդ թվերի մեջ են կեղծել, սա իմ կարծիքն եմ ասում, էլի։ Կամ նկարել։ Հա, նկարել են, հենց այդ եմ ասում, նկարել են, այդ մի 10% ինք հավաքել են մի 30-ից 40%։ 30-ից մի 30 քանի տոկոսը հավաքի։ Մնացածը ձեր ասած նկարել են։ Բայց, պարոն Ֆիդանյան, բացի այդ, նույնիսկ այդ ձևի իրանք 50+ չհավաքեցին։ Մի հատ էլ բարգավաճի ձայները խլեցին, օրը ցերեկով ռազմոյ արեցին, օրը ցերեկով։ Հասկա, նույնիսկ չգողացան, այդ նկարելն է գողանալը։ Գողանալը նկարելն է, որ անում են թակ ունեն անում, էլի։ Բայց էսի քո աշկի առաջ կան ձերձը տարան այդ ձայնը, հասկանում եք։ Այս սա կասեմ ընտրությունների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսպես ասած եռագլուխ կուսակցության, հա, պատերազմի եռագլուխ կուսակցության դերակատարները հայտնվել են բանտում, Սամվել Կարապետյանը, երկրորդ նախագահ, նաև Գագիկ Ծառուկյանը, նաև խոսք է գնում երրորդ նախագահի մասին, երրորդ նախագահի անունն էլ տվեց։ Հիմա ասես, երբ որ Փաշինյանը այս փուլում վերարտադրվում է, եկեք փորձենք հասկանալ իրադարձությունների ինչպիսի ընթացք տեղի կունենա եւ արդյոք բռնաճնշումները ավելի կահագնան։ Կարա ահագնան, հա, չեմ բացառում, որ կարա ահագնան, հա։ Ինքը բեսպրիձելշիկ, հա, բեսպրիձելշիկ, ինքը պարզ ցույցատել, որ ես միապետ եմ, ես, ասենք դու ով ես, որ ասում ես պետք է բռնվեն, ով ես, էլի։ Եթե ինչ-որ մարդուն պետքա բռնեն, պետքա դրա հիմքերը լինի, պետքա դատարանը որոշի տենց է, չէ՞։ Իսկ ինքը հմիկվանից հրահանգատալ, դու այդ ոնց ես էդի ասում, էլի, հասկանում ես։ Ու ասեմ, ինքը բեսպրիձելշիկ է, ինքը ցույցատալի, որ ինքը դիկտատոր է, միապետ է, այո, կարա գնա դրան, բայց դա իր բացական կոմերն էլ իրանց համար։ Ինքը ոնց որ Արցախը կործանեց, տենց էլ Հայաստանն է կործանելու, պարոն Ֆիդանյան։ Հայաստանը կործանել այսինքն անելով, ինքը փոխանակ ղեկավար է, չէ՞, փոխանակ փորձի մտնոլորտը մեղմի, համերաշխություն բաներ, всё սաղ էլ քո ազգն է, չէ՞։ Այն լավն էլ վատն էլ քո ազգն է։ Ինքը տանում է քաղաքացիական պատերազմի, երկիրը տանում է քաղաքացիական պատերազմի։ Վերջ-վերջում ինքը տեսավ, չէ՞, որ ինչքան իրան ընտրել են զորով, նորից եմ ասում զորով, այդ իրան միտինգներին գնացողների մեծ մասը իրան չեն ընդունում, ստիպված գնացել են։ Այսինքն ժողովրդի մեծ մասը այսօր իրան չի ընդունում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ինչքան իրան ընտրել են, մի այդքան էլ, հələ մի քիչ էլ ավել, իրան չեն ընտրել, իրան դեմ են ընտրել։ Այդ ընդդիմության տված ձայները սա այդ չեն շարունակում։ Այդ ինչ անշարժ, ինչ անշարժ, ու այդքանի փողով են բերել։ Ասում աբսուրդ է, էլի։ Հասկանում եք, աբսուրդ։ Դու որ ստիպելով ես բերել դա պարզից էլ պարզ է, բայց ընդդիմությանը փողով ո՞նց կբերեն, արա։ Կամ Սամվել Կարապետյանը խիպտի փող բաժանի, երբ որ նա այնքան բան արել է ազգի համար, որ էդի հերիք չի, որ մարդիկ այդքան իրան ընտրեն։ Նույն թեկուզ Գագիկ Ծառուկյանը, իհարկե Սամվել Կարապետյանի չափ չէ, Գագիկ Ծառուկյանին էլ եմ ես շատ հարգում, բայց Գագիկ Ծառուկյանին կարան բաներ կպցնեն, բայց Սամվել Կարապետյանին ինչ էլ կպցնեն, այն չոր կեղտը չի կպնում։ Այդ մարդը իր միլիարդները սաղ ստեղծել է դրսում, եթե նույնիսկ թալանել է, Ռուսաստանին է թալանել, եթե Գագիկ Ծառուկյանին կարան ասեն մեզ է թալանել, ես դա չեմ ընդունում, բայց որոշ մարդիկ կընդունեն,
Սամվել Կարապետյանին չեն կարող ասեն։ Ոչ էլ Ռուբեն Վարդանյանին կարան ասեն։ Այդ մարտիկ կրիստալնի մաքուր մարտիկ են։ Նրանք եթե թալանել են, չգիտեմ ոնց են արստացել, դրսում են արել։ Եթե թալանել են, Ռուսաստանին են թալանել, օրինակ։ Հասկանում եք։ Պարոն Ֆիդանյան, ես սա կասեմ, կարա, չեմ բացառում, որ ինքը կգնա տենց քայլերի ու էդի կբերի ավելի վատ բաներ հենց նաև իր համար, նաև իր իշխանության համար, էլի։ Որտեղ ինքը տեղել չի թողում, էլի արդեն մնացածին։ Դու տանում ես բախ, ինքը տանում է բախման։ Հայաստանի երկու հատվածին տանում է բախման։ Նիկոլ Փաշինյանը Ու գիտեք, բայց ինչն է ցավալին, էլ որ այն ընդդիմությունը այսօր, այդ ընդդիմությունը ոչ բոլորի իհարկե, այդ հատվածը Էդմոն Մարուքյանական հատվածը փոխանակ համախմբվեն, պայքարեն այս չարիքի դեմ, իրանք թիրախավորում են հիմա Սերժ Սարգսյանին։ Այս սա է ցավալին։ Ու այս որ նույնիսկ Սերժ Սարգսյանը ընտրություններին չմասնակցեց։ Նույնիսկ չմասնակցեց ու օգնեց բոլորին։ Բոլոր սաղ ընդդիմադիրներին էլ օգնել է։ Ու այսքանից հետո դուք պարտվեք, չկանաք իշխանությունը վերցնեք։ Ու ասեք, հիմա սահմանադրությունն է մեղավոր։ Սերժ Սարգսյանի այն 5-րդ տալիքն եմ նայում, Սերժ Սարգսյանի սահմանադրությունն է մեղավոր։ Էս ինչ նվերեր է սահմանադրությունը։ Ես ասեմ, արա սահմանադրության մեջ գրածա, որ կարաս ընտրություն կեղծես։ Սահմանադրության մեջ գրածա, որ կարաս Արցախը հանձնես, որ հանձնես Նիկոլը։ Այսինքն Նիկոլը, որ ինչ ուզում անում է, տանում է իր իշխանությունից, նա սահմանադրությունը այսօր քսել է այն կողմ, կներեք այս բառից համար։ Ու Էդմոն Մարուքյանը ես համարել եմ միշտ խելացի մարդ։ Ասում է, մի բրիգադ հարձակվել է վրես։ Դա դու պիտի ուրախ լինես, որ հանրապետականները քեզ չեն արհամարում, այլ արձագանքում են, այդ նշանակում է դու քեզնից բան ես ներկայացնում։ Իրականում էլ ասենք, հո հանրապետականները ամեն մեկին չեն, ես հա արձագանքում եմ աչուձախ ով Սերժ Սարգսյանի կպավ սաղին քացուց տակ քծում եմ։ Բայց հանրապետականը հո ամեն մեկին չի արձագանքում։ Ասում է, մի բրիգադ հարձակվել են վրես։ Դու խելոք խումար նստած հարձակվին վրետ Էդմոն, հա։ Դու խես էտում գալի կպնում Սերժ Սարգսյանին, էտում կարամ մտածեն, որ պատվեր ես կատարում, կարամ մտածեն, կամ խես ընկել այդ պատվիրատուներից խելքի։ Չփորձեք Սերժ Սարգսյանին վիրավորեք, եթե վիրավորեցիք, այս աշխարհում չկա տենց ուժ, որը որ կարա իմ դեմը փագի։ Վիրավորեցիք, պատասխանը ստանալու եք։ Ես կոնկրետ Էդմոն Մարուքյան քեզ, նույնիսկ ու դեսպան եղած ժամանակ, ես քեզ կպած չկամ, որովհետեւ թաթուխոս ասած չկամ։ Ես քեզ միշտ անդրադարձել եմ այն ժամանակ, երբ որ դու եկեք կպել ես Սերժ Սարգսյանին։ Կպար պատասխանը ստանալու ես։ Ու ով ուզում ալնի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հետագայում։